Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցել եմ վերլուծաբան Կարեն Մաչկալյանի հետ, շնորհակալ եմ պարոն Մաչկալյան հրավերն ընդունելու համար։ Ես Իրանում Իրանի դեմ ընթանում են ռազմական գործողություններ, հրթիռային հարվածներ, ավիահարվածներ։ Իրանը պատասխանում է դրանց, Մերձավոր Արևելքի շատ երկրներում գտնվող Միացյալ Նահանգների բազաներ թիրախավորված են, դեսպանատներ թիրախավորված են, հյուրանոցներ, որտեղ ամերիկացի զինվորականներ են ապրում։ Մի քանի օրերի տվյալների իման վրա ձեր վերլուծություններ խնդրեմ, ինչ է կատարվում։ Տեսեք, նախ մենք պետք է հասկանանք, ինչ իրադարձություններ տեղի ունեցան աշխարհում, ինչից հետո եղավ այս հակամարտությունը։ Մի քանի օր չեն ու մի ամիս առաջ բացահայտում եղավ Միացյալ Նահանգներում հայտնի է Էփշտեյնի ֆայլերը։ Տեսեք, իսկ ով էր Էփշտեյնը։ Էփշտեյնը պարզվում է, որ Մոսադի գործակալ է, որը ուղղորդվում էր Իսրայելի կողմից եւ իր ամբողջ գործնեության նպատակը հետապնդել բարձրաճիշտյան պաշտոնյաներին, շանտաժի ենթարկել, մենք տեսանք, չէ՞, հիմա տեսեք։ Այս բացահայտումների մեջ միակ գործող ղեկավարը, միայն գործող նախագահան դա Թրամփն էր։ Մնացածը, ով ներգրավված էին այդ բացահայտումների մեջ, դրանք բոլորը նախկին պաշտոնյաներ էին։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ Թրամփը չէր ցանկանում այս պահին հարվածել Իրանին։ Այո, այդ որոշումը կայացված էր դեռ շատ վաղուց Իրանին հարվածելու համար, բոլոր նախկին ղեկավարները միշտ խոսում էին դրա մասին, սկսած Բուշից, բայց ինչու հիմա, այդ դա է մենք պետք է հասկանանք։ Տեսեք, եղավ այդ իրադարձությունները, եւ ես կարծում եմ, որ իմ խորին համոզմամբ, որ եղավ շանտաժ Թրամփին, ուղիղ Նետանյահուի կողմից։ Ասեց, եթե դու չհարվածես, այսինքն մյուսը կլինի արդեն վիդեո տարբերակները, որտեղ մենք տեսանք, չէ, արդեն ահագին նկարներ ցույց տվեցին։ Կարծում եք Միացյալ Նահանգներին պատերազմի մեջ է մտցրել Թրամփը, որ Էփշտեյնի ցուցակում իր անունը Միացյալ Նահանգների Թրամփը չէ, Նետանյահուն է դրթել Միացյալ Նահանգներին, որ հարվածի Իրանին։ Ձևակերպումը ես sense կտամ, ոչ թե Թրամփը։ Ուղղակի Նետանյահուն կարծեց, թե ինքը կարող է մի քանի օրվա հարվածներից հետո այնուամենայնիվ Իրանը հանձնվի, բայց դա չեղավ։ Իսկ ինչու էր կարծում Նետանյահուն, որովհետև մենք պարզեցինք, արդեն այս մոտ օրերս շատ են խոսում Իրանում, ինչը ես նախորդ ձեր հաղորդումների ժամանակ շատ եմ ասել, որ Իրանում գործում է երկիշխանություն, բայց արդեն պարզվեց, որ Իրանում նաև գործում էր Մոսադի գործակալական ցանց։ Նախկին նախագահ Ահմադինեժադը մի հայտարարություն է տարածել, որ պարզվում է, որ Իրանում հատուկ հետախուզությունը, որը որ պայքարում է Մոսադի դեմ, այդ վարչության պետը հենց եղել է Մոսադի գործակալ։ Հասկանում եք հիմա ինչով են պայմանավորվում մոտ օրերս նաև այդ տեսախցիկների բացահայտումները, որ Մոսադը վերահսկել է ամիսներ շարունակ եւ Խոմենիին եւ բարձրաճիշտյան պաշտոնյաներին, այս որ sense հավաքում ենք ընդհանուր պատկերը արդեն մենք տեսնում ենք ինչը դրթեց Թրամփին գնալ այդ քայլին եւ ինչու էր համոզված Նետանյահուն, որ հարված չէր լինի հակառակ Թել Ավիվին։ Նրանց ամբողջ այս process-ը ուներ մեկ նպատակ։ Այո, ուժեղ հարվածել Իրանին, Իրանը հանձնվի, քանի որ հոգևոր առաջնորդը արդեն չկա, վերացրել են, եւ դրանով իսկ պարտադրեր Իրանին, որ վայր դնի զենքերը, բայց չստացվեց եւ չի ստացվելու։ Հիմա իրանք գնում են պլան B-ի։ Իսրայելը ունեցել է հնարավորություն կոմպրոմատներ ունենալ աշխարհի թիվ 1 պետության ղեկավարի դեմ,
Մոսադի գործակալներ է ունեցել Իրանում, բայց ինֆորմացված չի եղել, որ Իրանը իրենց պատասխանելու է։ Այդ ինչ գործակալներ են եղել։ Դե տեսեք։ Հիմա ո՞նց է ստացվում։ Ինչով է տարբերվում Իրաքի գործողությունները եւ Իրանի գործողությունները։ Այստեղ են իրենք հաշվարկ չեն արել։ Իրաքի դեմ պատերազմում էր 65 պետություն կոալիցիոն։ Մենք պետք է դա հաշվի առնենք։ Իրանի դեմ 2 պետություն։ Հիմա ձեզ ես ասեմ, օրինակ տվյալ եմ ասում ձեզ, Patriot հրթիռը տարեկան Միացյալ Նահանգները ամենալավ, այն որ ասում է ջանքերով կարողանում են արտադրել ընդամենը 650 հատ։ Ուրեմն 24 ժամում այս պատերազմում օգտագործվել է 2000 հատ Patriot հրթիռ, որի հրթիռի մեկ հրթիռի արժեքը 4 միլիոն դոլար է։ Եվ ստեղ միայն հարցստեղ գումարի հարցը չէ, Ամերիկան կարող է դոլար տպել անսահմանափակ, բայց ստեղ գալիս է երկրորդ հարցը, վերջը սպառվում է։ Իրենք չէին հաշվարկել, որ այսքան երկար պետք է գնա պատերազմը։ Ինքը հիմա դիմում է Ֆրանսիային, դիմում է Գերմանիային, դիմում է Իսպանիային, չէ, կոալիցիոն որոշ իրենց գործընկերներին, ոչ մեկ չի գնում այդ քայլին։ Մենք տեսանք Իսպանիան նույնիսկ չի ուզում տրամադրել բազան, որ այնտեղից թռիչքներ լինի, ինչի հետևանքով Թրամփը իր այդ խոսույթը, ես արդեն առևտուր չեմ անի Իսպանիայի հետ։ Ես հասկանում եմ, որ ինքը քաղաքական գործիչ չի, առևտրական է, որը պատահաբար հայտնվել է այդ աթոռին, ես ձեզ ասեմ։ Նորից ասեմ այդ ուժերի կողմից Մոսադի։ Եվ գիտեք ինչ, այս ընդհանուր պատկերը, որ մենք տեսնում ենք, արդեն պարզ է դառնում։ Իսկ Իրանի մասնատումը դա կբերի Ռուսաստանի թուլացմանը։ Հիմա շատ են խոսում, որ այ տեսեք Ռուսաստանը ոչինչ չի անում։ Այ ձեր հարցին ես կուզենայի պատասխանեի։ Ռուսաստանը ոչինչ չի անում, ես այդ կարծիքին չեմ։ Ինչ է անում։ Ամբողջ հետախուզական ցանցը, այսինքն կետերը, որ հիմա հստակ մենք նայում ենք, շատ ուղիղ հարվածներ են լինում Իրանի կողմից։ Ճշգրիտ ես կասեմ, դա բոլորը տրամադրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Չի կարող ունենալ Իրանը այդքան հետախուզական ցանց ճշգրիտ։ Օգնությունը միայն նրանում չէ, որ վերցնեն եւ սենց հայտարարեն, որ մենք սենց բաց հայտարարեն, որ մենք աջակցում ենք Իրանին։ Աջակցությունը նաեւ այլ հարթակներում է լինում։ Եվ ես այս մեկ օր առաջ ես տարբեր մամուլի ընթերցում էի եւ տեսա բավականին հավաստի աղբյուրներից, որ արդեն ուղիղ ռազմական օգնություններ են տրամադրում Ռուսաստանը Իրանին։ Որովհետեւ Ռուսաստանը գիտակցում է, մասնատելով Իրանը, ուղիղ հայտնվելու են ահաբեկիչները հյուսային Կովկասում, ուղիղ իրեն սահմանների մոտ։ Եվ հիմա այս պարագայում մենք նայում ենք նույնիսկ մեր իշխանությանը ոնց են իրենք պահում, ես ուղղակի զարմացած եմ։ Ինչ են արել Հայաստանի իշխանությունը։ Չէ, առայժմ դեռ Ռուզապերաշկիա ինչ պիտի անեն։ Չէ, երեկվա դրությամբ դեռ բառաբան էին խփում։ Վրաստանում, հա։ Դե գիտեք ինչ, հիմա տեսեք, ես էլի իրադարձությունները մի փոքր ավելի մանրամասնեմ։ Այդ Էփշտեյնի բացահայտումներից հետո ինչ եղավ։ Վենսի այցը Հայաստան եւ Վենսի այցը Ադրբեջան։ Իրենք եկան ճշտելու եւ Հայաստանից եւ Ադրբեջանից, որ նման սցենարի դեպքում ինչ է պատրաստ անել Նիկոլ Փաշինյանը, որը ունի Թրամփի WhatsApp-ի համարը, որը շատ իրեն մտերիմ ընկեր է համարում։ Ինչ կարող է օգնել, ինչով կարող է օգնել։ Օրինակ ես ձեզ ասեմ, Հայաստանը կարող է միայն Միացյալ Նահանգներում խնդիրներ ստեղծել։ Եթե պետք է, խնդիր չկա։ Ես չեմ կարծում խնդիրներ, բայց այս պարագայում, օրինակ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունից մեկ պատասխան էին սպասում։ Հայաստանի Հանրապետությունը կտրամադրի Միացյալ Նահանգներին, օրինակ, Կապանի օդանավակայանը։ Շատ հարմար դիրքում է գտնվում Կապանի օդանավակայանը, շատ ավելի մոտ է սահմանին, գրեթե սահմանին կպած, եւ այսօր Միացյալ Նահանգները խնդիր ունեն վերալիցքավորման։ Կապանի օդանավական չի կարող այդ մեծ ինքնաթիռներ ընդունել։ Մեծ ինքնաթիռ պետք չի։ Պետք է ընդամենը վերալիցքավորել F-16-երը։ Այդտեղ այլ խնդիր չկա։ Միակ խնդրեմը հիմա այս պատերազմի, որ կրում է Միացյալ Նահանգները, դա այդ վերալիցքավորման հարցն է։ Այլ հարց չունեն։ Նավերը իրենց տեղում են, Սիրիայից արդեն ահաբեկիչներին 25000 ահաբեկիչ ազատվել է բանտերից։ Հենց հիմա նրանք տեղակայված են Իրաքի սահմանում։ Ինչ է պատասխանել Փաշինյանը, որ WhatsApp-ի համարն ուներ Տրամփի։ Հաշվի առնելով, որ բառաբան է խփում, կարծում եմ
Համենայն դեպս ի օգուտ Հայաստանի չի պատասխանել ինքը։ Դրական Դա պատասխան չի տվել։ հայերեն ոնց է կոչվում։ Ավելի բարձ։ Դե ավելի պարզ ինչ ասեմ, Հայաստանը ներքաշում է մի այնպիսի Իսկ իրավիճակի դու մեջ։ կարծում ես Փաշինյանը համաձայն է Կապանի օդանավական տալ ամերիկացիներին։ Ես կարծում եմ Փաշինյանի ձեռքում չէ Ղափանի օդանավակայանը, որ տրամադրի։ Եթե ձեռքում լիներ, կտրամադրեր։ Բաղում Իսկ ես ինֆորմացիա ունեմ, որ այս օրերին այնտեղ գտնում են նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերից որոշ ներկայացուցիչներ։ Այնուամենայնիվ Փաշինյանի ձեռքերը միջև վերջ ազատ չեն։ Այնուամենայնիվ կան ստորագրված փաստաթղթեր, ինչքան էլ որ մենք հապկում սառեցված դիրք ունենք այսօր, դա թույլ է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը այստեղ բավականին մեծ ազդեցություն ունենա։ Եվ դա է լինելու մեր փրկությունը, վատ սցենարի դեպքում Իրանի պատերազմում, դա է լինելու միակ մեր փրկությունը։ Որ հիմա տեսեք, նույնիսկ ես տեսնում եմ Փաշինյանին առաջարկել են որոշ քանակի Ռուսաստանի սահմանապահներից այնուամենայնիվ վերադառնան սահման հայ-իրանական, որտեվ սպասվում է վատ սցենարի դեպքում հոսք, բավականին մեծ մարդկանց հոսք, Ովքեր են առաջարկել։ նույնիսկ իրեն կուսակից ընկերները, բայց ինքը մերժել է։ Հիմա տեսեք, ստեղ լուրջ, շատ լուրջ կարա պրոբլեմի առաջ կանգնի Հայաստանը։ Չէ՞ որ այդ սովորական քաղաքացիների հետ մեկտեղ չի բացառում, որ ներթափանցեն ահաբեկիչները եւ ներթափանցելու են։ Այսօր արդեն գրանցվեց ինչ-որ մի քանի խումբ աֆղանցիներ, փորձել են հատել արագ սկետով Հայաստանի Հանրապետության սահմանները։ Դրանք բոլորը ահաբեկիչներ են, ներթափանցելու են Հայաստանի Հանրապետություն, քաոս են ստեղծելու Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ձեզ ավելին ասեմ, այդ օգոստոսյան 8-ի այդ փաստաթուղթը, այդ Թրամփի թրիպի, նաև դա մի փոքր թևեր տվեց Թրամփին, որ նա եւս այս որոշումը կայացրեց այս պահին հենց հարվածի, որովհետև գիտակցում է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է, ինքը տիրապետում է 76% Սյունիքի սահմանը։ Պետք է ուղիղ ասենք դա, ոչ թե ճանապարհ, ոչ թե ինչ որ չգիտեմ, միջանցք են, հայ-իրանական սահմանի 76%-ը տիրապետում է Միացյալ Նահանգները։ Սա լուրջ հարց է Միացյալ Նահանգների համար։ Եվ Այաթոլլահ Խամենեի խորհրդականը վիլայետին հայտարարություն տարածեց։ Ասեց, որ այնուամենայնիվ եթե Ռուսաստանը չկարողանա այս սահմանը տիրապետել, այսինքն ներգրավված չլինի այս թրիպ կոչված ծրագրին, մենք թույլ չենք տալու։ Դեսպանը ուրիշ բան է ասում։ Իրանի, նույն Իրանի։ Տեսեք, Դեսպանն ասում է, այդտեղ չկա միջանցք, մենք հավատում ենք մեր գործընկերներին Հայաստանում, վստահում ենք, իրենք մեզ վստահեցրել են, որ դա միջանցք չի վերջ։ գիտեք ինչ, այդ երկիշխանությունն է տանում դրան։ Դե հիմա մենք ինչ անենք։ Մենք հիմա չգիտենք Իրանում այդ երկու իշխանություններից որ մեկն է հաղթելու։ Գիտեք ինչ, այսօր ես Ով կարող է երաշխավորել, որ վիլայաթի տեսակետն է հաղթելու։ Ես կարծում եմ այլ տարբերակ չկա Իրանի համար։ Եթե չհաղթեց վիլայետի տեսակը, Իրանը մասնատվելու է։ Դա լինելու է Իրանի կործանումը։ Բայց Իրանը դա Իրաք չէ, ստեղ ավելի դաժան իրադարձություններ են տեղի ունենալու։ Ամբողջ տարածաշրջանի համար։ Դուք տեսեք, ամսի 27-ին Պակիստան-Աֆղանստան պատերազմը սկսվեց, ամսի 28-ին սկսվեց Իրանի ռմբակոծությունները։ Դուք կարծում եք դա պատահական է, պատահական չէ։ Մեկ օրվա տարբերությամբ դրանք այդ գործողությունները մի կենտրոնից ուղղորդված էին։ Այլ տարբերակ չի։ Շատ լավ, Հայաստանը ինչ պետք է անի, եթե առաջնորդվի իշխանությունը հայկական շահով։ Հայաստանի Հանրապետությունը այսօր պետք է սերտ բանակցություններ վարի Ռուսաստանի Դաշնության հետ, վստահի Ռուսաստանի Դաշնությանը այս պարագայում եւ փորձի այնուամենայնիվ Ռուսաստանի Դաշնության տա ամբողջ լիազորությունները սահմանին տիրող իրավիճակը, որ վերահսկեն հենց ռուսները։ Մենք չենք կարող, ուղղակի չենք կարող այդ հոսքը կանգնեցնել։ Շատ լավ։ Կանք ներքաղաքական հարցերին, պարոն Մաչկալյան, նախընտրական թոհուբո է, բոլոր ուժերը պատրաստվում են ընտրությունների եւ հետաքրքիր է, որ այն իրավիճակում, երբ բոլորս հասկանում ենք, որ Փաշինյանի վարկանիշը բավականին նվազել է, հակավարկանիշը ռեկորդներ է սահմանել, եւ կա հնարավորություն օգտագործել ընտրական process-ը իրեն հեռացնելու, եթե կեղծիքների գնա հետ ընտրական process-ներով հեռացնելու, հենց այս փուլում հանրապետական կուսակցությունը
հիշում է 5 ամիս քննեցրած այդ impeachment-ի թեման եւ ասում է բոլոր ընդդիմադիր ուժերը պիտի միանան մեզ, փողոց դուրս գանք, բողոքի ակցիաներ անենք, ճանապարհներ փակենք, ինչպես է սա գնահատում, ինչ էր սա։ Տեսեք, ես շատ եմ անդրադարձել impeachment-ին, ինքս իմ կարծիքը ասել եմ։ Ես գտնում եմ դա հնարավոր չէ։ Առավել եւս դա հասկացանք, ինչու 5 ամիս լռելուց հետո հիմա էլի բերել դաշտ։ Տեսեք, ես ավելին ասեմ ձեզ, մեր սահմանադրությունը թույլ չի տալիս հիմա impeachment անելու։ Հիմա ո՞նց են գնում impeachment-ի։ Ես մի հատ այդ հարց ուզում եմ տամ։ Դեկտեմբերի 6-ին լրացել է այն ժամկետը 2025 թվականի, որ մենք կարող ենք impeachment հայտարարել այս իշխանությանը։ Ես չեմ հասկանում, այս սահմանադրությունը կարող է ռեզինից է, ով ոնց ուզում է թեքում է մի կողմ։ Ոնց կարող է պատահի։ Impeachment հնարավորություն ունել տալու 1 տարի անց պաշտոնավարումից հետո, երբ որ նախագահան ստանձնում է պատասխանատվություն 1 տարի հետո անց եւ մինչեւ 6 ամիս լրանալու իր պաշտոնավարման ավարտը։ Հիմա մնացել է 3 ամիս ինչ impeachment։ Եվ երկրորդը, լավ 5 ամիս այս process-ը գնում էր։ Սկզբում մեղադրում էին, որ Հայաստան դաշինքը չի տրամադրում իր ստորագրությունները, տրամադրեց սեպտեմբեր ամսին էր, կարծեմ տրամադրեցին։ Հիմա ինչ անենք, օրինակի համար, հիմա ես սենց եմ պատկերացնում։ Լավ, պատասխանատվություն վերցրել է հանրապետական կուսակցությունը, որ այնուամենայնիվ ինչ որ գնում են impeachment անելու։ Թեկուզ այս իրավիճակում, որ սահմանադրությունը թույլ չի տալիս։ Ասեք ինչ անեն, թե հասարակ քաղաքացին, թե քաղաքական գործիչները, որ իրագործենք այդ impeachment-ը։ Հանրահավաք դուրս եկեք։ Հայտարարեք հանրահավաք, ասեք որ հրավիրում ենք հանրահավաքի impeachment-ի գործընթացի համար։ Միգուցե ժողովուրդը իշնի եւ աջակցի ձեզ։ Ես շատ համարում եմ դա իրական, բայց ինչով process-ը կավարտվի, ես չգիտեմ, ես ինքս կարծում եմ, որ դա հնարավոր չէ։ Բայց այնուամենայնիվ դուք արեք ձեր գործողությունները։ Ով է խանգարում հիմա հանրապետական կուսակցությանը, որ ստանձնի պատասխանատվություն եւ անցնի գործողությունների։ Խնդրեմ, ինչն է խանգարում։ Իրենք սեպտեմբերին ասում էին այդ 20 падգամավորները կան, որ իրենք պատրաստ են, որ իրենց ստորագրությունները դնել։ Քվեարկե։ Լավ հասկացա, դուք այդ հարցերը տվեցիք, բայց դուք նաեւ որպես վերլուծաբան ձեր տված հարցերի պատասխանը ունեք։ Ձեզ վերլուծությունը ինչու 5 ամիս լռել եւ նախընտրական էս թողոբոյի ամենաթեժ պահին բերել դա օրակարգ։ Տեսեք, կամ փորձել բերել օրակարգ։ Իմ կարծիքով հանրապետական կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել մասնակցելու է, թե չի մասնակցելու ընտրություններին, դեռ հստակ որոշում չկա։ Մասնակցելու դեպքում իրենք գիտակցում են, որ ընդունենք լավ աշխատանքի դեպքում, այո, միգուցե շեմը հաղթահարեն, բայց դրանից ավել ինչ պետք է լինի։ Ոչինչ։ Ընդամենը լավ աշխատանքի դեպքում հանրապետական կուսակցությունը կարող է շեմը հաղթահարել։ Հիմա իրենք փորձում են փողոցային պայքարի գեներացնեն պայքարը իրենց շուրջ, էլի խնդիր չկա։ Թող հայտարարեն, փողոցային պայքարը վերցնեն իրենց պատասխանատվության տակ։ Հիմա եթե մյուս կողմը, մյուս քաղաքական ուժը չի հավատում այդ impeachment-ին, բայց պատրաստակամություն է հայտնում միանալու, բայց պատասխանատվություն չի վերցնում, որովհետև ասում է, եթե ես չեմ հավատում, բայց այնուամենայնիվ դուք հավատում եք, ես աջակցում եմ ձեզ, դրանից ավել ինչ կարող է անել հակառակ կողմը։ Երբ որ տեսնում ենք, որ նույնիսկ 2 падգամավոր չկարողացաք բերել գործընթացը սկսելու համար։ ԿՊ-ից անջատված պատգամ։ Իհարկե։ Նույնիսկ 2 падգամավոր չկարողացաք բերել, համոզել, որ գործընթացը սկսվի։ Նույնիսկ իրենց ֆրակցիայի անդամին չբերել, իշխանին։ Իհարկե։ Դենտեղում ասում է, ես պատրաստ եմ, չես հասկանում, որտեղ են խոսել այդ մարդկանց հետ։ Այդ մարդիկ ոչ հայտարարում են, ոչ մի հատ հայտարարություն անում, ասում են, այո, ես ինչ որ գնում են կուլիսային պայմանավորվածությունների են գնում, ասում են, չէ, կան այդ 20 հոգին կան, ինչ 20 հոգի։ Այս տոտալ վերահսկողության պարագայում իշխանության իր իսկ падգամավորներին դուք կարծում եք 20 հոգի կգտնվեն, որ դեմ դուրս կգան Նիկոլ Փաշինյանի, ես չեմ կարծում։ Անկամ եթե ես հասկանում եմ ինչու հիմա, նաև ինչու հիմա, որովհետև միգուցե հանրապետական կուսակցությունը հույս ունի, որ այն падգամավորները, ովքեր չեն անցել, դուրս են մնացել այդ ցուցակից, միգուցե դեմ դուրս գան Նիկոլ Փաշինյանին։ Ես դա էլ եմ բացառում, ես ձեզ ասեմ։ Շատ լավ, մենք երեք լսեցինք իշխանության ներկայացուցիչներին, ըստ էության իշխանության համար շարունակում է գլխավոր թիրախը մնալ, պրոբլեմը մնալ Ռոբերտ Քոչարյանը։
Եվ Ալեն Սիմոնյանը անգամ պատրաստ է ընդունել այն, որ ընդդիմության դաշտում կան ուժեր, որոնք որպես առաջին ընդդիմադիր ուժեր կմրցակցեն, այ Ռոբերտ Քոչյանը արդեն խնդիր ունի 4-րդ տեղը կզբաղեցնի ման։ Ակնհայտ է, չէ՞ որ նախ այդ ընդդիմադիր ուժերի անունները տալով ես չեմ մեղադրում այդ ուժերին, ուղղակի իշխանության նպատակն է տեսանելի, փորձում են օգնել այդ ուժերին առաջ անցնել եւ երկրորդը հանրության մոտ ստեղծել տպավորություն, որ Ռոբերտ Քոչյանի ուժը բավական թուլացել է եւ իմաստ չկա հույս կապել դրա հետ։ Ես ձեզ բազմաթիվ անգամ ձեր տաղավարում ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ընդդիմադիր դաշտում ունի ամենաշատ ձայները հավաքելու հնարավորություն։ Սա Ինչպես։ Հիմա Սամվել Կարապետյանն էլ կա, չէ՞, բայց գիտեք ինչ, այո, Սամվել Կարապետյանն էլ կա։ Ավելին Գագիկ Ծառուկյանն էլ է հայտ ներկայացրել, ոնց հասկանում եմ, այս նոր տապանով կանրադառնամ այդ տապանին էլ։ Հիմա տեսեք, Ռոբերտ Քոչյանը այնուամենայնիվ համար մեկն է ընդդիմադիր դաշտում այսօր։ Եվ ես զարմացած եմ, որ էլի թիրախում են Ռոբերտ Քոչյանին։ Նաև հանրապետական կուսակցության կողմից այն պարագայում, երբ իրենց առաջնորդը չի առաջադրվելու։ Հասկանում եք, այստեղ այս պահը կա։ Եթե Սերժ Սարգսյանը չի առաջադրվում, ի՞նչն է իմաստը, որ թիրախավոր է Ռոբերտ Քոչյանին, հասկանում եք։ Սա արդեն ես համարում եմ, որ շատ վատ հետևանքներ կարող է ունենալ նաև այս նախընտրական այս քարոզարշավը, որովհետև գիտեք ինչ, այնուամենայնիվ ընդդիմությունը պետք է գործի միասնական ոչ թե ինչպես գիտեք ինչ, տեսեք, հիմա օրինակի համար մեր ձևով շարժումը, ճիշտ է, էլի ընդդիմադիր հայացքներով, վերջը ռուսամետ քաղաքական գործիչ է իրենց առաջնորդը։ Ես մի քիչ ուղղակի կցանկանամ այնուամենայնիվ մեր ձևովը հիմա իրեն բնորոշ ասում են, մենք առաջի տեղում ենք, մնաց 100 օր, չէ, հիմա արդեն ես մի քիչ իրենց կցանկանամ։ Բայց ինչ ասեն իրենք երկրորդ տեղում։ Դե գիտեք ոնց։ Բնական չի որ պիտի ասեն։ Չէ, թող ասեն, բայց գիտեք ինչ, մեր երկիրը այդ վիճակում չի, որ ժպիտներով, հումորով, ինչ որ սենց սարկազմով, ինչ որ սենց գնան բանան որ Աչքալան, հիմա կա քաղաքական տեխնոլոգիա։ Գուցե այդ մարդիկ այդքան էլ կադրից են կողմ ժպիտով չեն։ Ես իրենց չեմ ուզում փորձել պաշտպանել, չգիտեմ հիմնավորումներ բերել, բայց հանրության ինչ որ զանգված կա, որ չի ուզում այդ թեմաների մասին լսել, ուզում է իր սոցիալական խնդիրների մասին լսել, ասեք ինչ անենք։ Մենք ընդդիմադիր ուժերը պիտի ասեն գնացեք դուք Նիկոլին ընտրեք, այ ով ժպտում է, ով իր խնդիրների մասին է մտածում, մեր հետ գործ չունեք, այդպես ասեն։ Չէ, կադրից դուրս կարող են չժպտալ կադրից դուրս, բայց երբ որ դուք քարոզարշավ ես անում, չէ, տեսեք, ամեն ինչը ես նորից ասում եմ, մեր երկիրը այն վիճակում չի, մեր երկիրը գտնվում է, սենց ասեմ, վերակենդանացման բաժնում, միացրած արհեստական շնչառության։ Հիմա դեմա եթե ժպիտները օգնելու են, որ քաղաքացիներն հատվածը, որը չի գնում ընտրության, գնա ընտրության, երկիրը վերակենդանացման բաժանմունքից հանի, ազատվեն Նիկոլ Փաշինյանից, ինչի չժպտան, թող ժպտան։ Ես շատ կցանկանամ, որ մեկը լացի, եթե դա օգնելու է։ Ես կցանկանամ, որ այդ ժպիտները օգնի, եթե այնուամենայնիվ օգնելու է, բայց ես ուղղակի քաղաքական գործիչներին, հատկապես ընդդիմադիր դաշտի, մի փոքր կցանկանամ համեստություն անեն։ Մի փոքր համեստ անեն, որ ամսի 8-ին հանկարծ խորը հիասթափություն չապրեն։ Շատ լավ։ Պարոն Աչքելյան, վերջին հարցը մի թեմայի վերաբերյալ, որ էլի քննարկվում է քաղաքական դաշտում այս մի քանի օրերին։ Կա մի հարց տալիս եմ, ներողություն եմ խնդրում, որ հարցը կա մի անիմաստ հարց, ինչ իմաստը, որ այդ հարցի պատասխանը բոլորը գիտեն, բացի Սերժ Սարգսյանից, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա քանի որ համառորեն երրորդ նախագահ ոնց որ թե չի ուզում ընդունել, թե ով է բերել Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին արդեն նույնացնում եմ։ Դուք ասեք, ձեր վերլուծությամբ ով է բերել Նիկոլ Փաշինյանին։ Տեսեք։ Տալիս են այդ հարցը, հիմա պատասխանեք։ Տեսեք։ Ցանկացած իրադրություն երկրում, ցանկացած իրավիճակ երկրում պատասխանատու է իշխանությունը, գործող իշխանությունը։ Սա բերեք ֆիքսենք։ Այստեղ երկու կարծիք չկա։ Բայց այդ հարցը գիտեք ոնց են տալիս, սենց տողատակով, որ իբր պայմանավորվածության թեզով բերել են Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանը, չէ, այդ նպատակ են հետապնդում, հասկանում եք, տեսեք, այստեղ նախ ես ասեմ, այդ հարց տալու իրավունքն էլ ամեն մեկը չունի։ Այդ հարց տալու իրավունք ունի այն մարդը, ով որ ծափ չի տվել հրապարակում։ Եվ
հասարակ քաղաքացին եւ քաղաքական գործիչը, այդ հարցը ամեն մեկը իրավունք չունի տալու Սերժ Այսինքն Սարգսյանին։ Հայաստան դաշինքից իրավունք չունեն այդ հարցը տալու։ Հայաստան դաշինքից իրավունք ունեն, օրինակ իրավունք վերապայես տալ Աղվան Վարդանյանը, որը իրավունք ուներ այդ հարցը տալու։ Աղվանը 1, Աղվանը 1։ հետո Չէ, գիտեք ինչ, ես չեմ լսել այլ մարդկանցից падգամավորական թևից, որ մեղադրանք հնչեցնեն Սերժ Սարգսյանի։ Ես ձեզ ասեմ, ինչը որ հակառակ կողմից չեմ տեսնում, այնտեղ բավականին ակտիվ падգամավորներ ամեն առիթը բաց չեն թողում Ռոբերտ Քոչարյանին քննադատելու։ Աջակիցների ինչ որ կողմնակիցների մակարդակի ամեն ինչ կատարում է, բայց բերեք դա բան անենք այսօր։ Չխոսենք դրա մասին, որտեղ աջակիցներ, կողմնակիցներ գիտեք ինչքան կան։ Այնքան աջակից կողմնակից կա, որ 18 թվականին ծափ էին տալի Հանրապետության հրապարակում, այսօր դիրքավորվել են տարբեր ընդդիմադիր դաշտում։ Ես ձեզ ասեմ 18 թվականին այդ ամբողջը որ հավաքված էր, այնտեղ միայն, այսպես ասեմ, ձեր ասած այդ սոցիալական խնդիրներով մարդիկ չէին։ Այնտեղ կային մարդիկ, որ բավականին կարողություն ունեին, բավականին պաշտոններ էին զբաղեցնում, մարդիկ կային, որ օրական $1000 հասնող կաշառքներով էին ապրում։ Այդ այսպես ասեմ կադաստրի աշխատողները, հարկայինի, մաքսայինի, ոստիկանության ամենացածր խավից պետավտոտեսուչներից սկսած մինչև ամենաբարձր խավը մենք տեսանք Օսիպյանով, այդ որ գնում էին ծափ էին տալի, լրտեսություն էին անում, այդ ինչ էին, ավելի լավ Հայաստան էին ուզում, հա, այսինքն իրանք եկել էին ավելի լավ Հայաստան կերտելու, թե եկել էին իրենց կաշառքը կրկնապատկելու, թե որ մատը միշտ ցենց վերև էին բարձրացնում, թե վերևներն էին ուզում մեզանից բան։ Հիմա եկել էին, որ այդ վերևներին էլ չտային կրկնապատկեին իրենց շորթումները։ Պարոն Մաշկյան, դուք ընդհանրապես խճճեցիք Չեմ խճճում, երրորդ ես ուզում եմ նախագահին։ հասնեմ, ես հիմա ուզում եմ Երրորդ հասնել նախագահին, այդ դեր մարդը հարցի պատասխանն է ուզում ստանալ, դուք Տեսեք, չեք ես տալիս։ ուղիղ պատասխանեցի, Ո՞վ բայց հիմա ա կմանրանամ։ Քաղաքացիներին ես կարծում եմ, որ մեղադրելու տեղ չկա։ Մարդիկ դժգոհություն են ունեցել, օբյեկտիվ պատճառներ են ունեցել։ Այդ մարդկանց 10 տարուց ավել որպես ընդդիմություն մատուցել են Նիկոլ Փաշինյան, մարդիկ դուրս են եկել փողոց, լավ են արել, ինչ խնդիր կա այդտեղ։ Այսինքն քաղաքացին իր բաղչում գործանող, իր տաքսին վարող, իր արտադրամասում աշխատող, խանութում աշխատողը պետք է աշխարհակաղակական վերլուծություն աներ, հասկանար Նիկոլ Փաշինյանը ինչ գործակալ է։ Մի հատ էլ Փաշինյանը գիրքը պարտադիր կարդացած էր, որ հասկանար սա սերաշեղված է առնվազն մտքերում, հա, որ չգնար հրապարակ։ Ինչ մեղադրանք կա քաղաքացիներին։ Քաղաքացիներն էլ մեղադրանք կա։ Եթե մի բանից մարդիկ չեն հասկանում, եթե մարդիկ գնացել են սոխի գլուխ ընտրելու, սոխի գլուխ ընտրում է սոխի պոչը, ես ձեզ ասեմ։ Եվ եթե Նիկոլի նման կերպարը կարողացել է խաբել հասարակ քաղաքացուն, թեկուզ եւ եթե Նիկոլի նման կերպարը, ուրեմն Նիկոլ Փաշինյան չի դրա մեղավորը։ Դա իրենց ուղեղն է մեղավոր։ Որովհետև մեր հասարակության ով է մեղավոր հասարակության դաստիարակության, կրթության։ Իհարկե էլի իշխանությունը հիմա ես ձեզ ասեմ։ Ինչքան կրթվեին դպրոցներում։ Հիմա տեսեք։ Այնուամենայնիվ իհարկե պատասխանատու է իշխանությանը, եթե ինձ եք հարցնում, իհարկե պետք է իշխանությունը չտրվեր հակաարցախյան եւ հակառուսական ուժերին։ Եվ պետք է դիմեին ժողովրդին, եւ Սերժ Սարգսյանը պետք է հանդես գար ուղերձով, բացատրեր, որ ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Մի քանի տակ գլուխներ կարող է արդեն սթափվեին։ Գիտեք ինչ, ես օրինակ զարմացած եմ, երբ որ օրինակ հարց տվեցին Սերժ Սարգսյանին, ես ձեզ ասեմ, որ ասցին ինչու իշխանությունը տվեցիք Նիկոլ Փաշինյանին, ասեց ես փրկեցի ավելի մեծ արհավիրքից երկիրը, չէ՞։ Նա ուղիղ պատասխանեց։ Ես ուղղակի մեկ հարց ունեմ։ Էլ ինչ ավելի մեծ արհավիրք է սպասվում մեր երկրում։ Այսինքն Արցախի պատերազմ, 5000 զոհ, 12000 վիրավոր, չգիտեմ, ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում, Արցախի կորուստ, էլ ինչ պետք է լինի մեր երկրում, հասկանում եք։ Ես հիմա տեսեք, եթե ինձ եք հարցնում, իհարկե, եթե ինձ եք հարցնում, որ մի քանի լեյլա տատիկներ ընդեղ մատը փուշ մտներ, ոչինչ չէր լինի մեր երկրի հետ, ես ձեզ հավաստիացնում եմ։ Եվ մի քանի լեյլա տատիկներ շատ ցանկանային, որ իրենք զոհվեին հենց այդտեղ հրապարակում, բայց իրենց որդիները չգնային, իրենց թորները 2020 թվականի պատերազմին եւ չզոհվեին։ Եվ դա էլ պետք է գիտակցեին մեր ժողովուրդը, որ պատահական սիմվոլ չէին տրված հենց Լեյլա անունով մի տատիկ, ինչա կներեք Վարդանուշ տատիկները, Անահիտ տատիկները վերացել էին, որ հեղափոխության սիմվոլ պետք է լիներ հենց Լեյլա անունով մի կերպար, որը որ մենք նայում ենք եւ Ադրբեջանում եւ Թուրքիայում ամեն երրորդ երեխայի անունը Լեյլա է։ Դրանց իրենց մոտ շատ ընդունված անուն է։
Հասկանում եք, մենք պետք է ամեն ինչին ուշադրություն դարձնել։ Իհարկե հասարակ քաղաքացի միգուցե այդքանը չվերլուծի։ Ամեն քաղաքացի տանը փոքր մոսատ պետք է ունենա։ Դե Վերլուծական կենտրոն, ուղեղային կենտրոն։ Եթե մի բանից չեն հասկանում, ուրեմն չպետք է գան։ Հիմա տեսեք, այդ նույն Հիմա մի րոպե, քաղաքացին պարոն Մաչկալյան, այս քաղաքացիները որ դուրս են գալի Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքելու, այդ ամեն ինչից հասկանում են։ Ինչ են դուրս գալի։ Ես առաջարկում եմ, հետևելով ձեր տրամաբանության գծին, քաղաքացիներ դուրս մի եկեք փողոց, դա չեք հասկանում Նիկոլը ինչ է անում։ Դա հենց է դուրս գալիս։ Որովհետև դուք կարծում եք հիմա մենք մոտենանք քաղաքացիներին, որոնք Փաշինյանի դեմ բողոքի ակցիաների են դուրս գալի։ Իրենք լրիվ գիտակցել են, վերլուծել են ինչա տեղի ունեցել եւ վերլուծել են ինչի համար են դուրս գալիս փողոց։ այդտեղ մի քանի շերտ կա։ Այդտեղ մի քանի շերտ կա։ Դե ուրեմն պետք է մի մասին ասել, մի մասնակ, տուն գնաց։ Հակառակը։ Այստեղ տարբեր շերտեր կան։ Մի մասը իրենց անձնական վրթովմունքից, անձնական բիզնեսից։ Դուք գիտեք բոլորը այսօր էլ որ դուրս են եկել Նիկոլ Փաշինյանի դեմ ինչա երկրի մասին են մտածում։ Շատ շատերը իրենց անձնական բիզնեսի Ինչի օրինակ արդար պայքար է մաղում Միրան Պողոսյանը նախկին ԴԱԿ-պետը։ Ակնհայտ չէ որ այդ մարդը հայրենիքի խնդիրներով սենց տանջված Մոսկվայում հիմա փախել է ընդեղա ճիշտ է այն հանուն հայրենիքի 4 տոննա կոկային էին բերել հիմա դա չի ստացվել Ուրեմն տեսեք մարդը խնդիրը ուզում է լուծի հիմա ես հավատում եմ օրինակ Միրան Պողոսյանը տեսեք իսկ ես ոչ ես հասկանում եմ դուք ինչ չեք հավատում ես ձեզ հիմա ասեմ Արշակին էլ չեք հավատում Ղարաբաղին որ Քոչարյանի դեմ ցուցմունքեր իհարկե ոչ հիմա ձեզ ասեմ ես իրեն էլ եմ հավատում հա հիմա տեսեք Միրան Պողոսյանը ինչ է ասում իր հայտարարության մեջ նոր ուղերձ էր հղե ասում էր մենք խնդիր ունենք ես խնդիր ունեմ թե մենք խնդիր ունենք մեկ մարդու հետ Նիկոլ Փաշինյան Մենք ուրիշների հետ խնդիր չունենք։ Որտեղ Փաշինյանն է կոկայինը բռնում, իհարկե խնդիր ունենա, ով դե գիտեք ինչ կա։ Դե գիտեք ինչ կա, հետո 100 կիլո բանանի մեջ 3 տոննա կոկայինը պատահական չի գալի, էլի, ասում է բանա, ընդունված պրակտիկա է, աշխարհում շատ տեղեր ալի։ Ինձ թվում է դա կոկայինի մեջ էին բանանը, ապորինի ճանապարհով անցկացրել։ Ես հիմա չգիտեմ, ես չեմ ուզում այդ գործերի մեջ, այսպես ասած, նախաքննական ինչ-որ խառնվեմ, բայց հիմա չհասկացա ինչու 2.7 տոննան դարավ 1 տոննա, այդ 1.7 տոննան ուր գնաց, որտեղ սկզբանական շրջանում այլ թիվ էին ասում։ Հիմա գիտեք ինչ կա, ամեն ինչը պարզ է, ինչու Արշակ Կարապետյանը 6 տարի ծառայել է Նիկոլ Փաշինյանին 4 տարի խորհրդական է եղել։ Արշակ Կարապետյանը միակ զինվորականն ա եղել, որ մարտի 1-ի գործով Քոչարյանի դեմ կեղծ ցուցմունք ա տվել հանուն պաշտոնի։ Բայց ես հավատում եմ իրեն հիմա։ Իսկ հիմա ինքը փորձում է փրկել երկիրը։ Հիմա մարդիկ էլ կան, դուք որ ասում եք, չեն էլ ճանաչում Արշակ Կարապետյանը ով է։ Շատ մարդիկ ասում են ով է, վերջում ինքը հասկացա, որ իրեն չեն ճանաչում, սկսեց համազգեստով հանդես գալ, որ հասկանան ով է։ Բայց շատ քչերը գիտեն, որ ինքը ցուցմունք է, ինքը միակ մարդն է եղել, ով ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանին, եւ որի Հիման վրա տարի 7 ամիս կալանվայրում էր Ռոբերտ Քոչարյանը, որի հետևանքով շատ բաներ կարար ուրիշ ձև ընթանար, ոչ սենց ընթացավ, գիտեք ինչ կա, եւ ոչ միայն գիտեք ինչ, ինչու եք դուք միայն օրինակ Միրան Պողոսյանին Արշակ Ես տվեցի այն անունները ում շատ եմ վստահում, դրա մասն է խոսքը։ Օրինակ այս վերջերս նաեւ Արտուր Վանեցյանը, չէ, ամենաառաջին քաղաքական գործիչն է։ Մարդը դուրս եկավ քաղաքական process-ից։ Ամենաառաջին քաղաքական գործիչներ որը հայտ ներկայացրեց, որ ինքը մասնակցելու է իր կուսակցությունով երևի դեմքով, ճիշտ է։ Եվ ինքը եղավ առաջին քաղաքական գործիչը, որը հրաժարվեց եւ մասնակցել եւ Իդեպ նիբանդիր ուժերը Վանեցյանի այդ որոշումը ողջունում են եւ գնահատում են, որովհետեւ մարդը չի կարողացել միանալ որևէ ուժի կամ չի ուզել։ Դե ինքը բանակցում էր Գագիկ Ծառուկյանի հետ։ Չգիտեմ, երեք մեր մոտ չհաստատեցին այդ տեղեկությունները Ծառուկյանի ներկայացուցիչները։ Ամեն դեպքում հասկացել է, որ գուցե ընտրական շեմը հաղթարելու խնդիր ունի դուրս եկել, այսինքն եթե ընդդիմադության դաշտում շատ ուժեր այդքան սկզբունքային գտնվեին ու ձայն չփոշիացնելու նպատակ չունենան, երևի հիմա մենք շատ ավելի պակաս ուժերի մասին կխոսենք։ Դե հիմա ես ձեր հարցին անդրադառնամ այլ տեսանկյունից։ Իսկ որ Արտուր Վանեցյանը լինելով սխալված քաղաքական գործիչ հրաժարվում է մասնակցել ընտրություններին, լավ է անում, որ հրաժարվում է, բայց ինչ է ասում։ Ասում է ես իմ կողմնակիցներին կոչ եմ անելու ընտրեն իրական ընդդիմադիր դաշտից ձայն տան իրական ընդդիմադիր դաշտին որևէ մի տեխնացուի, ճիշտ է։ Իրական ընդդիմադիրը ունի անուն եւ ազգանուն։ Գիտեք ինչ կա, այդ ֆրիկները հիմա որն է իրական ընդդիմադիր։ Օրինակի համար ինքը չի ասում, չի նշում։ Չմիրոպե Սամվել Կարապետյանը ընդդիմադիր չի։ Տեսեք, ինձ համար Չմիրոպե Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանը ընդդիմադիր չի։
Գագիկ Ծառուկյանը դիմադիր չի։ Ես չգիտեմ, ինքը օրինակ էս իր տապանով ես հələ պետք է Մի րոպե, հասկանանք, գիտեք ինչ չէ։ Այտենց էլի բոլորի հետ կապված հարցեր Չէ, բոլորի հետ հարց չի, չէ, տեսեք։ Գագիկ Ծառուկյանը իհարկե մի լավ գործ անում է, ես ձեզ ասեմ։ Այդ տապանում հավաքում է բոլոր սխալված գործիչներին։ Թե այդ սխալված գործիչներով այդ տապանը ուր կգնա, ես կարծում եմ կտապալվի։ Պարոն Աչքարյան, դուք մենակ Հայաստան Դաշինքին եք առանձնացնում, ինչ Վանեցյանը պետք է վեր կենար, ասեր ընտրեք Հայաստան Դաշինքին։ Չէ, գիտեք։ Այսինքն ձեր համար ուրիշ իրական ընդդիմադիր չկա։ Հայաստան Դաշինքը ավելի Ոչ, ես ասում եմ, թող ասեր մեր ձևով շարժմանը, թող ասեր ուժը Բայց ինչի ասի, չէ՞ մի րոպե, պարզ տրամբանական, չէ՞ որ ասեր կմիանար էլի այնա, անուններ տար։ Չէ, հիմա տեսեք, եթե քաղաքական գործիչ քաղաքական process-ների մեջ է, Այսինքն ուրեմն պետք է ունենա մի րոպե, եթե Վանեցյանի համար իրական ընդդիմադիր է եւ Ռոբերտ Քոչյանը եւ Սամվել Կարապետյանը։ Եվ Ինքը երկուսին էլ չի ուզում առանձնացնի։ Ասի այս մեկին տվեք, որ ասեն Բայern Մյուսի անունը ինչ չտվեցիր։ ես չեմ կարծում, որ նա այդ նպատակով է ասել։ Ինքը ուղակի, ես ձեզ ասեմ, ինքը ուղակի Էփշտեյնի ցուցակն է ցերում։ Չէ, ինքը տեսեք, ինքը ուղակի չի ուզում, որ ինչ որ մի կողմնորոշում ունենա, որ հետո Ճիշտ է անում, ինչ ուզե, որ ուզենալ կմասնակցեր ընտրությունների տրամբանական։ քաղաքական գործիչը պետք է ունենա հստակ դիրքորոշում։ Եթե Ունի հստակ դիրք չի մասնակցում ընտրությունների։ Եթե դու չես մասնակցում ընտրությունների, դու ինչ իրավունք ունես ինչ որ կոնկրետ ուժի անուն տալ։ Եթե տալիս ես կոնկրետ ուժի անուն, գնա իրանց հետ էլ մասնակցի։ Դե հիմա տեսեք, ինքը հայտարարություն անում, իսկ ձեր ասած այն քաղաքացին, որը որ քաղաքականապես գիտակիչ չէ, ինքը որ ուժին պետք է հասկանա ինչ ասեց Արտուր Վանեցյանը, որ ուժին, որ ընդդիմադիր ուժին։ Դե հիմա մի րոպե, տեսանելի չեն ընդդիմադիր ուժերը ովքեր։ Պարզ է, չէ, Արման Բաբաջանյանը չի ընդդիմադիր։ Արամ Զավենովն է։ Իմ համար տեսանելի է, բայց ձեր ասած այդ մարդկանց, որ դուք նշում եք, որ ասում եք քաղաքականապես պետք է ինչա ամբողջ ժողովուրդը գրագետ լինի, մեր ժողովուրդը պարզ է, չէ՞ որ մեծամասնությունը քաղաքականապես տկետ է, չեն հասկանում իրավիճակը, պետք է անուն ազգանուն։ Լավ, Վանեցյանը ունի կուսակցական համակարգ, լավ, շատ կանգնեցի տեսա։ Կուսակցական համակարգ ունի, չէ՞։ Կարա կուսակիցների միջոցով առանց հրապարակային բան ասի, ես օրինակ կողմ եմ, որ այսինչ ուժին ընտրեք։ Այդ երբ որ կասեր, ես կասեի, Չէ, ոչ հրապարակային, ոչ հրապարակային աշխատի։ Ամեն դեպքում ես ասում եմ, եթե քաղաքական գործիչը քաղաքականության մեջ նաև հավակնություն ուներ առաջին դեմքով հանդես գալու, ինքը պետք է նաև հստակ դիրքորոշում ունենա։ Շատ լավ, պարոն Աչքալյան, եկեք Էփշտեյնի ցուցակից հասանք Վանեցյանի ցուցակին։ Տեսեք, դուք ձեր հարցն էլ որ տվեցիք, կապված նաև այս ով է բերել Նիկոլին եւ այլն։ Մենք պետք է Դες էլ անպատասխան մնաց։ Ես անպատասխան չեմ թողի, ես ասացի ցանկացած խառը պատասխանեցիք Սերժ Սարգսյանը չի կարողանա կոնկրետ պատասխան անել այդտեղից։ Ուրեմն եթե ուզում եք դուք կոնկրետ ասեմ ձեզ, այո, բերել է Սերժ Սարգսյանը։ Գիտեք ինչտեղ երկու կարծիք չկա։ Իրենց միասնական որոշումով, իրենց կուսակցական ուրիշ հույսով է այդ հարցը տվել։ Չէ, գիտեք ինչ, եթե դուք այդ պատասխանն եք ուզում լսեք, ես այդ պատասխանը տամ, բայց տեսեք, ես էլի ասում եմ, այդ հարցադրողը ամեն մարդ իրավունք ունի այդ հարցը տալու Սերժ Սարգսյանին նաև ասեմ, որովհետև այո, պատասխանատու է հանրապետական կուսակցությունը։ Իրենք իրենց միասնական որոշումով են դա կայացրել։ Ով է պատասխանատու։ Եվ ես չեմ կարծում, որ շատ մարդիկ, օրինակ նաև Սերժ Սարգսյանը որ ասում է ես փրկել եմ ավելի մեծ արհավիկից, ես այդ կարծիքին չեմ։ Ինչ է, եթե իշխանությունը չհանձնվեր Նիկոլ Փաշինյանին եւ այնուամենայնիվ լիներ պատերազմ մեր երկրում, այսպիսի ավարտեր ունենալու, եթե եթե իշխանության ղեկին լիներ Սերժ Սարգսյանը։ Ես չեմ կարծում։ Ինքը մի Օգոստան մեզանից լավ գիտի այդ իրավիճակը։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ եթե չհանձնվեր իշխանությունը հակաարցախյան եւ հակառուսական ուժերի այսպեսի իրավիճակի մեջ չէինք հանգեցնի, անգամ լինելով, եթե լիներ պատերազմ։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Մաչկալյան, այդ ակի զրույցի համար։ Ես շեշտում զրուցում եի վերլուծաբան Կարեն Մաչկալյան հետ, տեսություն կհանդիպենք։